Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Եվրամիությունը Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար պետք է հրաժարվի երկրում իշխանափոխության փորձերից և վրացական ընդդիմադիր կազմակերպությունների գաղտնի ֆինանսավորումից։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նա շեշտել է, որ հենց եվրոպական կողմն է խզել Վրաստանի հետ հարաբերությունները։ ԵՄ-Վրաստան հարաբերությունները լարվել են 2024 թվականի մայիսին Թբիլիսիի կողմից օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունումից հետո։ 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանի իշխանությունները որոշեցին մինչև 2028 թվականը կասեցնել Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները և հրաժարվել ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Եվրամիությունը դատապարտում է քաղաքական բռնաճնշումները, այդ թվում ընդդիմադիր առաջնորդների, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ և կոչ է անում կառավարությանը անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինի ձերբակալված բոլոր անձանց։ Վրաստանի թեմայով Եվրոպական խորհրդարանում բանավեճի ժամանակ հայտարարել է եվրահանձնակատար Վոբկե Հուկստրան, նշելով, որ հանդես է գալիս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի անունից։ Նա Վրաստանի կառավարությանը կոչ է արել պահպանել ժողովրդավարության հիմնական սկզբունքները, որոնց առանցքային մասը քաղաքական բազմակարծությունն է։ Նրա խոսքով Բրյուսելը պատրաստ է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարական հետընթացի և մարդու իրավունքների խախտումների համար։ Նրա խոսքով Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների դեմ համակարգված հարձակումներ են իրականացվում։ Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է պատրաստել, դատապարտելով քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները և պահանջելով անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել ձերբակալվածների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի և ազգային օրենսդրության չարաշահման մեղադրանքների վերաբերյալ։ Բացի այդ, Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը և անդամ պետություններին պատժամիջոցներ, ինչպես նաև վիզային սահմանափակումներ մտցնել վրացական երազանքի ներկայացուցիչների և նրանց աջակցող անձանց դեմ։ Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Թուրքիայի նախագահը իսլամական աշխարհին միասնության կոչ է արել և դատապարտել մուսուլմաններին ըստ կրոնական կամ ռասայական պատկանելության բաժանելու փորձերը։ Ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում Էրդողանը նշել է՝ չկան այնպիսի կրոններ, ինչպիսիք են սուննիականությունը կամ շիականությունը, կա միայն իսլամ։ Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ Անկարան արկածախնդրություն չի փնտրում և չի ձգտում էսկալացիայի, այլ միտված է ամբողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Նրա խոսքով ամեն բան արվում է Իրանում հրադադարի հասնելու ուղղությամբ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերների հետ հանդես է եկել համատեղ արտակարգ հայտարարությամբ, դատապարտելով Իսրայելի գործողությունները Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ։ Սուր քննադատության առիթ է դարձել Իսրայելի իշխանությունների որոշումը մուսուլմանների համար Սուրբ Ռամադան ամսվա ընթացքում հավատացյալների մուտքը մզկիթի համալիր սահմանափակելու վերաբերյալ։ Նախարարներն այդ գործողություններն անվանել են և կոչ են արել անհապաղ վերականգնել կրոնի ազատությունը և ապահովել մուսուլմանների մուտքը սրբավայր։ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մեթին Թոքելն այցելել է Նախիջևան, հանդիպել առանձին համազորային բանակի հրամանատարի հետ, քննարկել ռազմական համագործակցության հարցեր։ Թոքելը վերահաստատել է տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի պատրաստակամությունը և նշել երկկողմ ամուր կապերը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգի Բորիսենկոն ընդունել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչին։ Կարծիքներ են փոխանակվել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ, այդ թվում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված ագրեսիայի համատեքստում, ընդգծելով Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերի համակարգման կարևորությունը հօգուտ լարվածության նվազեցման, ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ճշմարիտ խոստում 4 գործողության շրջանակում հերթական հարվածն է հասցրել հակառակորդին։ Ըստ ԻՀՊԿ-ի լիբանանյան Հեզբոլլահի հետ համատեղ գործողությունը տևել է 5 ժամ։ Իսրայելում խոցվել է ավելի քան 50 թիրախ, Հորդանանում եւ Սաուդյան Արաբիայում հարված է հասցվել ամերիկյան ռազմաբազաներին։ Իրաքի ափերին 2 նավթատար լցանավ է խոցվել, պայթուցիկով բեռնված հեռակառավարվող նավակներով, 1 նավաստի զոհվել է։ Իրաքը դադարեցրել է նավահանգիստների գործունեությունը։ Բահրեյնն էլ հայտնել է, որ Իրանը հարվածել է վառելիքի բաքերի, խոշոր հրդեհ է բռնկվել։ Հարվածներ են արձանագրվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Քուվեյթում։ Իսրայելն իր հերթին հայտնել է Թեհրանին եւ Իրանի արևմուտքին հարվածելու մասին։ Թիրախավորվել են ԻՀՊԿ-ի կենտրոնակայանները, հրամանատարական կենտրոնները, բալիստիկ հրթիռների պահեստները եւ գործարանները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանն օրեցօր կորցնում է իր ռազմաօդային կարողությունները։ Իրանի արտգործնախարարությունը հաստատել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։ Նա վիրավոր է, բայց լավ է զգում իրեն։ Իտալական Կորիերը դելա Սերա թերթին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա նաև հայտարարել է, որ գերագույն առաջնորդի պաշտոնին հավակնում էր 3-4 թեկնածու, սակայն բանիմացների խորհրդի մասնակիցների մեծ մասն ընտրել է Մոջթաբա Խամենեին։ Մոջթաբա Խամենեի վիրավորման մասին դեռ մարտի 7-ին հայտնել էին իսրայելական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները։ Ավելի ուշ The New York Times-ը գրել էր, որ Խամենեին ոտքի վնասվածք էր ստացել հարձակումների առաջին օրը փետրվարի 28-ին, երբ սպանվել էր նրա հայրը Ալի Խամենեին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու միակ ճանապարհն է ապագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքների տրամադրումը, փոխհատուցման վճարումը եւ իր միջուկային օբյեկտներում միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի իրականացման Իրանի իրավունքի ճանաչումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իրենք հասել են վերջնագծին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է անմիջապես ավարտվի։ Կարծում եմ, մենք շատ լավ վիճակում ենք, գլխավորը այն է, որ մենք հաղթենք արագ, բայց հաղթենք։ Շատերը ասում են, որ արդեն հաղթել ենք։ Հարցն այն է, թե երբ ենք կանգ առնելու։ Մենք չենք ցանկանում թույլ տալ, որ այս ամենը նորից կրկնվի։ Մենք կցանկանայինք այնտեղ տեսնել մեկին, ով գիտի ինչ է անում։ Թրամփը նաև սպառնացել է 1 ժամում ոչնչացնել Իրանի էներգահամակարգը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Միացյալ Նահանգները կարող է հարվածներ հասցնել Թեհրանում եւ Իրանի այլ շրջաններում կարևորագույն օբյեկտների, ինչը երկրի վերականգնումը չափազանց բարդ կդարձնի։ Միևնույն ժամանակ ըստ ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրների Պենտագոնն օրենսդիրներին հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն ԱՄՆ-ի համար արժեցել է ավելի քան 11 միլիարդ դոլար։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որը դատապարտում է հարևան երկրներին Իրանի հարվածները։ Բանաձևը համահեղինակել է 135 երկիր, ինչը աննախադեպ թիվ է կազմակերպության պատմության ընթացքում։ Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ են մնացել, քանի որ ըստ նրանց բանաձևն ամբողջությամբ չէր արտացոլում հակամարտության արմատական պատճառները։ Տեքստում չեն հիշատակվում Իրանին ամերիկա-իսրայելական հարվածները։ Իրանը դատապարտել է նման բանաձևի ընդունումը։ Եվրամիությունն էլ նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ թիրախավորելով 19 ֆիզիկական եւ իրավաբանական անձի։ Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է նոր միջոցները, նշելով, որ Եմեն փորձում է պատժել Իրանին իր դեմ ագրեսիային դիմակայելու համար։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտնել է, որ երկրում 1348 քաղաքացիական անձ է զոհվել, ավելի քան 17000-ը վիրավորվել։ Նա հիշեցրել է, որ Մինաբում դպրոցի վրա հարձակման հետևանքով սպանվել է 170 աշակերտուհի։ Ամերիկյան լրատվամիջոցները վկայակոչելով աղբյուրները գրում են, որ ըստ հետաքննության նախնական արդյունքների ԱՄՆ զինված ուժերը հնացած տվյալներ են ունեցել դպրոցի հարևանությամբ գտնվող ռազմածովային բազայի մասին եւ սխալմամբ են հարվածել ուսումնական հաստատության։ Իրանական Կարմիր մահիկի ընկերությունն էլ հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Իրանում վնասվել է 19734 քաղաքացիական կառույց։ Դրանց թվում են 77 բժշկական կենտրոն եւ 65 կրթական հաստատություն։ Նաեւ հաղորդվել է Կարմիր մահիկի կողմից շահագործվող 16 օբյեկտի վնասվելու մասին։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այն արդեն զգացվում է գործնականում։ Բաքվում մեկնարկած 13-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահը, շեշտելով խաղաղությունից լավ ոչինչ չկա։ Իլհամ Ալիևի խոսքով խաղաղությունը հնարավոր է դարձել ուժեղ քաղաքական կամքի եւ այն ըմբռնման շնորհիվ, որ հավերժական թշնամությունն անհնար է եւ պատերազմն անպայման պետք է ավարտվի։ Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին արդեն տևական ժամանակ փոխհրաձգություն տեղի չի ունեցել, զոհեր եւ վիրավորներ չկան։ Մենք չեղարկել ենք տարբեր ուղղություններով դեպի Հայաստան բոլոր բեռների փոխադրման սահմանափակումները։ Մենք սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ եւ արտահանում ենք նավթամթերք։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ տարածաշրջանային անվտանգությունը Բաքվի համար միշտ եղել է թիվ 1 առաջնահերթությունը։ Ադրբեջանը Եվրամիության առանցքային գործընկերն է հատկապես անվտանգության, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների եւ տրանսպորտի ոլորտներում, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան Ադրբեջան կատարած այցի ժամանակ։ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում Կոշտան ընդգծել է, որ կողմերն աշխատում են Եվրամիության եւ Ադրբեջանի միջև ավելի սերտ համագործակցության նոր շրջանակի հիմքի վրա։ Ուսումնասիրում են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով երկկողմ համագործակցության անկյունակարը շարունակում է մնալ էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանը մեծ դեր է խաղում այդ ջանքերում հարավային գազային միջանցքի շնորհիվ։ Այդ ջանքերի արդյունքներն այսօր ակնհայտ են։ Այն պայմաններում, երբ Իրանի պատերազմը ցնցում է համաշխարհային էներգետիկ շուկաները, մեր էներգետիկ գործընկերությունը դառնում է ավելի կարևոր, քան երբևէ։ Համագործակցության մյուս կարևորագույն ոլորտը տրանսպորտային ենթակառուցվածքն է, նշել է Կոշտան, հավելել, այդ իմաստով մեծ նշանակություն կունենա Բաքու-Նախիջևան երկաթգծի շինարարության ավարտը։ Եվրոպական միությունը կիսում է Ադրբեջանի ձգտումը դեպի խաղաղ, կայուն, փոխկապակցված եւ բարգավաճ հարավային Կովկաս։ Հայաստանի հետ խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը պատմական է։ Ադրբեջանի նախագահն էլ վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղությունը հավերժական է լինելու։ Անդրադառնալով Եվրամիության հետ գործակցությանը, Ալիևը կարևորել է 2022 թվականին Եվրոպական հանձնաժողովի հետ ստորագրված էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որից հետո Ադրբեջանը ավելացրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Վարդուհի Հարությունյան, Հարևաններ։